Պարոն Պողոսյան, կխնդրեմ ձեր գնահատականը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց Հայաստան, նա այժմ Բաքվում է, ընդհանուր ձեր գնահատականը եթե տաք, ինչպիսին է այն, որովհետև կան, տեսեք, հակադիր բախումներ կան կարծիքներում, իշխանությունը համարում է սա Հայաստանի հայ ժողովրդի համար պատմական իրողություն, որ մենք այլևս խաղաղություն ենք, երաշխավորված խաղաղություն ունենք, բայց ընդդիմադիր հատվածը եւ նաեւ տարբեր մասնագետներ, փորձագետներ գտնում են, որ ճիշտ հակառակն է։ Վենսը եկավ, խճճեց տարածաշրջանային անվտանգային քաղաքականությունը, բազմաթիվ հարցեր օդում թողեց եւ մեկ կողմին, կոնկրետ Նիկոլ Փաշինյանին հովանավորելով հեռացավ։ Ես կխնդրեմ ձեր կարծիքը ներկայացնեք, լսում ենք ձեզ, խնդրեմ։ Կարծում եմ երկու կարծիքներն էլ, երկու հակադիր կարծիքներն էլ չափազանցված են։ Մի կողմից հասարակության մոտ չափազանցված դրական սպասումներ են գեներացվում, որոնք վստահաբար այցելության եւ այն պայմանագրերի, ծրագրերի հայտարարությունների կապիտալիզացիայի պայմաններում բոլորը կհամոզվեն, որ ամբողջովին չափազանցված են եղել։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ հակառակ կարծիքն է, որ ամեն ինչ վատ է, ամեն ինչ շատ բացասական է, այս հիպոթեզը եւս հիմնազուրկ է, շատ բարձ, մի կողմից Հայաստանի Հանրապետությունը կարողանում է ստանալ որոշակի չնչին, բայց որոշակի տեխնոլոգիաներին հասանելիություն, մյուս կողմից գոնե թե ձևականորեն փորձ է արվում պարիտետ պահպանել, հարաբերությունների պարիտետ նկատի ունեմ պահպանել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, թեպետ բովանդակային առումով կարծում եմ այդ պարիտետը վաղուց խախտված է, մյուս կողմից խաղաղության մասին երբ խոսում ենք, ցավոք սրտի ես բազմիցս առիթներ ունեցել եմ ասելու, որ այս օգոստոս 8-յան խաղաղության գործընթացը իմ խորին համոզմամբ համապարփակ խաղաղության գործընթաց չէ եւ այն գլխավորապես պայմանավորված է 3 երկրների իշխող էլիտաների սեփական շահերով եւ հիմնված է այս 3 երկրների իշխող էլիտաների միջեւ ձեռք բերված կոնսենսուսով։ Հիմա այն պահին, երբ այդ կոնսենսուսը կխախտվի, այն պահին, երբ 3 երկրներից որևէ մեկում տեղի կունենան իշխանական, քաղաքական եւ այլ փոփոխություններ, կարելի է վստահաբար պնդել, որ էական փոփոխություն տեղի կունենա նաեւ այս հարաբերությունների կամ այս անվտանգային կամ խաղաղության գործընթացի եռանկյունու մեջ։ Հետևաբար բոլոր կարծիքները, որոնք վերաբերում են թե չափազանցված դրական սպասելիքներին, թե չափազանցված բացասական կարծիքներին, ես կարծում եմ հիմնազուրկ են։ Մյուս կողմից Միացյալ Նահանգների փոխնախագահի հայտարարությունները Բաքվում իրենց հերթին խոսում են նաև Բաքվի ռազմավարական արժեքի մասին Միացյալ Նահանգների համար, հատկապես դա պայմանավորված է Բաքվի աշխարհագրական դիրքով, Բաքվի ձեռք բերած աշխարհաքաղաքական նշանակությամբ տարածաշրջանում եւ Միացյալ Նահանգների կերպափոխվող անվտանգային շահերով մերձավոր արևելքում եւ ամբողջ Եվրասիական տարածաշրջանում։ Պարոն Պողոսյան, դուք այն կարծիքին եք, որ իսկապես Վենսի գալով տարածաշրջանում երաշխավորված անվտանգություն ունենք։ Ես հիմա ուզում եմ մեկ մեջբերում անել հենց Վենսի խոսքից, ասում է հիմնական հարցն է, թե ինչպես ենք խաղաղության հաստատումը հետագա հաջորդ փուլում հասնում այդ հաստատմանը եւ նաեւ խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը այն անձն է, որը կարող է ի վիճակի է երկարատև համագործակցություն հաստատել։ Ինչ տպավորություն եք ստանում այս հայտարարությունից։ Դա չի նշանակում, որ այնուհանդերձ խաղաղությունը լիարժեք հաստատված չէ, որովհետեւ հենց ինքը Վենսն է ասում, ինչպես հասնել այդ հաստատմանը եւ երկրորդը, այս իր խոսքից բխում է նաեւ իմ երկրորդ հարցը, չէ՞ կարծում, որ ամբողջ ծանրությունը թողնված է Հայաստանի իշխանության եւ հենց անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա, այսինքն ակնկալիքները Միացյալ Նահանգներից հենց Փաշինյանից է, որ վերջինս պետք է գնա հավանաբար որոշակի զիջումների Հայաստանի հետ կապված եւ այդ դեպքում կարող է հաստատվել տարածաշրջանում խաղաղություն։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Հարցի վերջին բաղադրիչից սկսենք, բնականաբար թե Ադրբեջանի համար, թե Թուրքիայի համար եւ թե Միացյալ Նահանգների համար կա մեկ անձ, ով կարող է լինել այս ձեռքբերված պայմանավորվածությունների համար երաշխիք։ Այդ անձը Նիկոլ Փաշինյանն է եւ երբ ես նշում էի, որ սա ոչ
թե խաղաղության ֆունդամենտալ գործընթաց է, այլ պայմանավորվածություն է իշխող էլիտաների միջև, սա հենց դրա վկայությունն է, որ մեկ անձով պայմանավորված իշխանական բուրգով պայմանավորված այդ բուրգի փլուզումից կամ չփլուզումից կախված կարող է էական փոփոխություններ առաջանալ այս ամբողջ գործընթացի մեջ։ Սա ինքնին վկայությունն է հենց դրա եւ պատահական չէ, որ թե Ադրբեջանում, թե Թուրքիայում, թե Միացյալ Նահանգներում բազմիցս իրենց աջակցությունը հայտնել են Նիկոլ Փաշինյանին, ընդ որում ուղղակի կամ անուղղակի ամենատարբեր հնարքների միջոցով։ Եթե խոսենք այն մասին, թե արդյոք խաղաղությունը հաստատված է, խաղաղությունը սա հարընթաց գործընթաց է եւ հնարավոր չէ, աշխարհում չկա բացարձակ խաղաղություն, որևէ տարածաշրջանում։ Նույնիսկ Արևմտյան Եվրոպան, որը համարվում է աշխարհի ամենախաղաղ տարածաշրջաններից մեկը, այնտեղ եւս չկա այսպես անփոփոխ խաղաղություն։ Խաղաղությունը դա տեսաբաններից շատերն ասում են պատերազմի բացակայությունը դեռևս խաղաղություն չի նշանակում։ Բնականաբար պետք է քաղաքական գիտելիքներ առհասարակ չունենալ, որպեսզի խոսել հարատև խաղաղության մասին։ Խաղաղությունը հաստատված է շահերի վրա, երբ շահերի փոփոխություն է առաջանում, միաժամանակ առաջանում է նաև հաստատված ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտություն։ Իսկ ստատուս քվոյի փոփոխությունը ուղեկցվում է նաև պատերազմներով, եւ սա ոչ խաղաղ իրավիճակն է, ստատուս քվոյի փոփոխությունը։ Հետևաբար հասկանալով, որ միջազգային հարաբերությունները հիմնված են բացառապես շահերի վրա, իսկ մնացած պաթետիկ էմոցիոնալ հայտարարությունները ընդամենը քողարկում են կողմերի շահերը, պետք է արձանագրել ուղղակի, որ չկա հարատև խաղաղություն եւ չկա հարատև պատերազմ, սրանք միմյանց մշտապես փոխարինող գործընթացներ են, որոնք միշտ լինելու են մարդկության պատմության մեջ։ Պարոն Պողոսյան, այդ դեպքում ինչպես հասկանալ, երբ Նիկոլ Փաշինյանը ընդամենը վերջերս հայտարարեց սիրելի ժողովուրդ, խաղաղությունը հաստատված է, խաղաղություն է եւ մի քանի անգամ դա կրկնեց։ Երեկվա իր հարցազրույցում հանրայինի հեռուստատեսության եթերում եւս խոսում էր այդ մասին, որ աշխարհի գերհզոր պետությունը 99 տարով եկել է տարածաշրջան եւ մեր անվտանգությունը երաշխավորված է, սա բացառիկ իրավիճակ է, քանի անգամ շեշտել է այդ մասին։ Հիմա մենք սա ինչ համարենք, սա մանիպուլյացիա է, թե նա իսկապես հավատում է, որ այդպես է, թե ընտրությունների նախաշեմին այսպես քվեն է, ճոճում է դա որպես հաղթաթուղթ քվե ստանալու համար ժողովրդից, իրականում ինչի հետ գործ ունենք։ Ես անկեղծորեն չեմ հավատում, որ կան այն աստիճան տգետ մարդիկ, ովքեր հավատում են հարատև խաղաղությանը։ Սա եկեք հասկանանք իշխանական բուրգի տրամաբանությամբ։ Իրենք տնտեսություն որպես այդպեսին չեն կառուցել, այսինքն չունենք այնպիսի տնտեսական իրավիճակ, որը բարեկեցություն է բերել Հայաստանի Հանրապետության ամբողջ ժողովրդին։ Եթե խոսենք արդյունաբերության մասին, մենք չունենք այնպիսի արդյունաբերություն, որը իսկապես տնտեսական բում կարող էր առաջացնել։ Եթե խոսենք գիտության մասին, այստեղ գրեթե ասելիք չկա, բացասական իմաստով ուղղակի կատաստրոֆիկ իրավիճակ է։ Եթե խոսենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին, մենք ունենք օկուպացված տարածքներ, որոնք դեռևս հարց է երբևէ կացածեն, թե ոչ։ Եթե մենք խոսենք 2018 թվականից իշխանության ձեռքբերումների մասին, մենք կխոսենք պատերազմների մասին, կորուստների մասին, զոհերի մասին եւ այլն։ Հետևաբար այն իշխանությունը, որը ունի այլ հաղթաթուղթ, ինչի մասին պետք է խոսել, եթե ոչ խաղաղության։ Այն խաղաղության, որի մասին երբեմն հիշատակում է Ալիևը իր քաղաքական շահերի նպատակով եւ երբեմն խոսում են Միացյալ Նահանգներում։ Դարձյալ քաղաքական նպատակների եւ աշխարհաքաղաքական շահեր սպասարկելու նպատակով։ Սա միակ հաղթաթուղթն է, ես կարծում եմ, պատահական չի, որ նրանք ընտրությունները հաճախ նաեւ այսպիսի նարատիվով են ուղեկցում, թե մենք խաղաղության կուսակցություն ունենք, իսկ մնացած բոլորը պատերազմի։
Պարոն Պողոսյան, հետևյալ հարցներ ուզում եմ տալ Վենսի ամբողջ այցը, որպեսզի հասկանանք ի վերջո ի վնաս թե ի շահ էր Հայաստանին, կար ընդհանրապես հայկականության շահը այդտեղ թե ոչ, դուք համակարծիք եք հետևյալ ձևակերպումների հետ, որ թուրք-ադրբեջանական նպատակների իրականացում եղավ ԱՄՆ դրոշի ներքո, մասնավորաբար, օրինակ, ատոմակայանն են փակում, մոդուլային այդ կայանները տեղադրելու առաջարկով, յուրացվում է Հայաստանի ընդերքը, բացվում է միջանցք, անխոչնդոտ, դա եւս Միացյալ Նահանգների համաձայնությամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկությունն է, այս ամենը հաշվի առնելով, ի վերջո, եթե կարճ ամփոփեք այցը, փոխնախագահի, այդտեղ ո՞րն էր հայկական շահը, կամ եք երեք ձևակերպումներն էլ ըստ էության էմոցիոնալ ձևակերպումներ են, առաջին, որ փակվում է ատոմակայանը, ատոմակայան փակելու մասին ես որքանով տեղյակ եմ խոսք չկա։ Մոդուլային կայաններ տեղադրելը դա որպես այլընտրանք չի բերվում։ Տեսեք, Մեծամորի ատոմակայանի ժամկետը երկարացվելու է։ Ռուսական կողմը իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել հնարավորինս արագ նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ։ Այսինքն մենք չունենք դեռևս վերջնական ձևակերպված հայեցակարգ, որով օրինակ խոսենք մեր ատոմակայանի փակման մասին։ Կամ մենք չունենք իրականության մեջ վերջնական պատկերացում, ինչ իրանից ներկայացնում մոդուլային ատոմակայանները կամ ռեակտորները, անվտանգային տեսանկյունից սրանք ինչ նշանակություն կարող են ունենալ, ես նեղմասնագետ չեմ, բայց որքանով որ լսել եմ, սրանք առավել շատ օգտագործվել են ռազմական նպատակներով։ Եթե խոսում ենք միջանցքի մասին, այստեղ էլ բնականաբար կա միջանցքային տրամաբանություն եւ ովքեր որ ասում են չկա այդպիսի տրամաբանություն, պետք է պատասխանեն շատ բարձ հարցի։ Հայաստանի Հանրապետությունը իր ցանկացած պահին կարող է այս ճանապարհը փակել, թե ոչ։ Եվ սրանով արդեն բարձ կդառնա մենք ինքնիշխանության ինչ-որ մաս զիջում ենք, թե չենք զիջում։ Նկատի ունեմ այստեղ բոլոր ձևակերպումները ես նշեցի խոսքի սկզբում, որ մենք ունենք եւ չափազանցված դրական սպասելիքներ գեներացնելու եւ ընդհակառակը այսպես կործանարար ուժի մասին խոսելու կամ թեզեր շրջանառելու այսպես փորձ, որը երկու դեպքում էլ ի վնաս մեզ է։ Դուք ասում եք մենք կարող ենք օգուտ ստանալ կամ ինչ հայկական շահ սպասարկվեց։ Գործնականում անկախ նրանից թե ինչ պայմանագիր կստորագրվի, շահի ստացման համատեքստում կարևորը չէ այնքան ստորագրված կամ ստորագրվելիք պայմանագիրը, որքան կարևոր է ռազմավարական էլիտայի առկայությունը։ Դա այն էլիտան է, որը ի վիճակի է ցանկացած հնարավորությունից առավելագույնը ստանալ։ Եվ այստեղ մենք առավել մեծ մտահոգություններ պետք է ունենանք մեր ունեցած էլիտաների, հատկապես իշխող էլիտաների որակով։ Ինչը նշանակում է, որ ցանկացած հնարավորություն, նույնիսկ ամենալավագույն պայմանագիրը ստանալու դեպքում հետո կպարզվի, որ մենք այդ պայմանագիրը ուղղակի չկարողացանք կապիտալիզացնել։ Լավ, պարոն Պողոսյան, եւ հիմա փորձենք ամփոփել, Վենսը հայտարարեց պատրաստ է աջակցել Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու համար, այդ մասին արդեն իսկ որոշակի արձագանքեցիք, բայց սա չի նշանակում մեր երկրի ներքին գործերին քաղաքական, ներքաղաքական իրավիճակներին, գործընթացներին ուղղակի այսպես միջամտություն, դրա հետ էլ նաեւ Եվրամիությունից էինք, չէ՞, լսել 15 միլիոն դոլար էր ուղարկվում։ Հիմա սա ինչ է նշանակում, արևմուտքը ուղղակիորեն միջամտում է, դա նորմալ է ընդունվում, եթե ասենք ռուսական կողմից նման հայտարարություն լիներ, վստահ եմ այստեղ մեծ աղմուկ կբարձրանար, հիմա ոչ մի հակադարձում չկա, հակառակ սա ողջունվում է, սա ինչպես հասկանալ։ Ձեր հարցի մեջ արդեն կարծում եմ պատասխանը կար։ Մի կողմից ցանկալի կողմից ստանալ աջակցություն, ընդ որում եթե նույնիսկ Ռուսաստանի Դաշնությունից աջակցություն հայտնեին, դա մեծ ողջավորություն կառաջացներ հենց իշխանականների մոտ եւ ընդհակառակը, եթե նույն Վենսը հանկարծ համարձակվեր օրինակ Հայաստանի որևէ ընդդիմադիր ուժի աջակցություն հայտներ,
վստահաբար այդտեղ մեր իշխանությունները կասեն, որ սա հիբրիդային պատերազմի գործիք է, որ միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ այլն։ Ասել կուզի այն ինչ որ այսօր իշխանության օգտին է դա բնականաբար ներկայացում է որպես մի հրաշալի, այսպես իրողություն, որ այդպես էլ պետք է լիներ, իսկ մյուս կողմից եթե հանկարծ օպոնենտների նկատմամբ դրական վերաբերմունք է ստացվում, բարձում է, որ այդ օպոնենտները արտաքին հիբրիդային գործիքներ են, հա։ Բնականաբար սա դատապարտելի է եւ սա իրականության մեջ հենց երկրի ներքին հարցերին խառնվելու միջոց է եւ հատկապես այստեղ կարեւոր է այն, որ Վենսը ասում է, եթե իմ կարծիքը նշանակություն ունենար, ասել է թե եթե Միացյալ Նահանգները կարեւոր է Հայաստանի համար, ուրեմն պետք է հայերը քվեարկեն այս մարդու օգտին։ Խնդրեմ, ամեն ինչ ինչպես ասում են ասված է եւ ամփոփենք հետեւյալ հարցով Ջեյդի Վենսը բարձրացավ Տիտերնակաբերդի բարձունք իր հարգանքի տուրքը մատուցեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կոթողում անմահ կրակի մոտ ինքը եւ կինը միասին էին, միայնակ էին, նախ այս երևույթին կխնդրեմ անդրադառնալ, ինչու էին միայնակ, ինչու իրենց չէին ուղեկցում պաշտոնյաները, սա բացառիկ երևույթ է։ Եվ հետո շատ տարօրինակ իրավիճակ, նա հետո այդ մասին գրել էր X-ի իր էջում, բլոգում, սոցիալական ցանցերում, որ Տիտերնակաբերդ է կատարել, բարձունք է բարձրացել եւ այդ իր գրության մեջ նա 2 անգամ օգտագործել էր հայոց ցեղասպանություն ձևակերպումը, բայց որոշ ժամանակ հետո մենք տեսանք, որ այլևս այդ գրառումը հեռացված է իր էջից։ Դրանից հետո իր օգնականն էր որոշակի բան գրել, բայց այլևս այդտեղ չկար հայոց ցեղասպանության եզրույթը։ Սա ինչով դուք կմեկնաբանեք, Բաքու գնալուց առաջ մտավախություն ուներ թե այնտեղ ինչ է ասելու Վենսը, հա, այսինքն ինչ է ստացվում, Միացյալ Նահանգների փոխնախագահը վախենում է Բաքվի կամ Անկարայի հակազդեցությունից, ինչի հետ մենք գործ ունենք, ի վերջո Միացյալ Նահանգներն այն երկիրն են, որը քանիցս ճանաչել է հայոց ցեղասպանությունը, չէ՞։ Հիմա մենք ինչ փաստի հետ գործ ունեցանք հենց պարագայում։ Մենք այստեղ էլ ունենք նորից չափազանցված սպասելիքների հետ բախում։ Միացյալ Նահանգները, ես որքանով տեղյակ եմ, գործադիր մարմնի միջոցով երբևէ չի ճանաչել, այսինքն իրավական ակտերով չի ճանաչել երբևէ հայոց ցեղասպանությունը, որպես կատարված իրողություն։ 57 թվականից Ռեյգանի օրոք ճանաչվել է։ Ուղղակի մենք անդադ շարունակում ենք հայտարարել է։ Մենք հայտարարությունը եւ դրա վերացվելը որպես իրավական փաստաթղթից, սրանք ես կարծում եմ պետք է տարբերենք, որովհետեւ Բայդենն էլ հայտարարեց, որ ճանաչում է հայոց ցեղասպանություն։ Մենք բարբերաբար սպասել ենք, որ հիմա որևէ նախագահ կասի այդ բառը պետք է կապիտալիզացնել, այդ բառը պետք է դարձնել որպես իրավական բազա, բայց արդյոք դա դարձել է, կոնգրեսը ընդունել է, այո, որպես խորհրդատվական բանաձև ընդունել է, բայց կոնգրեսը, որը ունի խորհրդատվական նշանակություն, իսկ գործադիր մարմինը այն չի դարձրել իրավանորմ, որպես ճանաչման գործընթաց։ Հետևաբար այս իմաստով կարծում եմ, որ մենք ունենք չափազանցված նորից սպասելիքներ, մյուս կողմից այցելությունը Տիտերնակաբերդ անկեղծ ասած ես տեղյակ չեմ թե ինչպիսի պրոտոկոլային ընթացակարգ է անցնում եւ օրինակ ինչու չէին ուղեկցում Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներ, թեպետ ըստ տեղեկությունների այնտեղ է գտնվել, եթե չեմ սխալվում, Ժաննա Անդրեասյանը, բայց չի ուղեկցել եւ ընդհանրապես գտնվել է տարածքում։ Հետևաբար կարծում եմ, այստեղ գուցե արկա է նաև ամերիկյան կողմից առաջարկված պրոտոկոլ, որը այս պարագայում պահպանել են։ Մյուսը հարցի մյուս բաղադրիչ չեմ հիշում, որ հիշեցնեք։ Նկատի ունեմ ինչն էր պատճառը, որ նա նորից ջնջեց իր գրառումը։ Այստեղ ենթադրում եմ դարձյալ ազդակներ Վաշինգտոնից, որ դա կարող է վնասել այն սպասելիքներին, որոնք առկա են։ Իմիջիայլոց պատահական չէ, որ Բաքվում Վենսը հայտարարում է, որ
Ալիևը միակ առաջնորդն է Թրամփից հետո աշխարհում, ով միաժամանակ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի եւ Իսրայելի հետ։ Ասել է, թե Միացյալ Նահանգների համար չափազանց կարևոր է այս երեք երկրների՝ Թուրքիա, Իսրայել եւ Ադրբեջան հարաբերությունները։ Հետևաբար ենթադրաբար Վաշինգտոնից հուշել են, որ նման գրառում պետք չէր անել։ Շատ լավ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ այս մեկնաբանությունների համար։ Ես վերհիշեցնեմ, որ հեռախոսակապով ես զրուցում էի քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։